Ռուս-ադրբեջանական լարվածությունը նոր ռաունդ է մտնում։ Բաքվում իրավապահ մարմինների ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալությունից հետո Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևին են կանչել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանատանը մեկ ժամ մնալուց հետո Մուստաֆայևը լքել է ռուսական արտգործնախարարության շենքը եւ որևէ մեկնաբանություն չի տվել լրագրողներին։ Ընդհանրապես Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև սև կատուն ձմռան ամիսների ընթացքում էր անցել։ Դեկտեմբերին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանվեց ադրբեջանական ինքնաթիռ։ Ալիևը հայտարարեց, թե ադրբեջանական ինքնաթիռի աղետի մեղավորը Ռուսաստանի ներկայացուցիչներն են։ Այդ հետո ավելի վարվեց, հիմա շարունակում է։ Քաղաքագետ Բաղդասարյանը միևնույն ժամանակ հորդորում է չողոքեվորվել այդ իրավիճակից, քանի որ ադրբեջանցիներն ու ռուսները հաճախակի են խռովում միմյանցից եւ կրկին հաշտվում։ Սա ըստ քաղաքագետի երկու երկրների միջև հերթական սառնությունն է, որին կհաջորդի ջերմությունը։ Վախենամ, թե այդ ջերմացումը կարող է լինել Հայաստանի հաշվով, որտեղ եթե ռուսները ցանկանան Ադրբեջանի հետ կարգավորել հարաբերությունները, նրանք պիտի ինչ-որ զիջումներ փորձեն անել մեր հաշվով։ Այնպես որ չեմ կարծում, թե այսպիսի բաներից մենք պիտի հրճվենք կամ դրան ինչ-որ մեծ ուշադրություն տանք։ Պետք չի հույս ունենալ, թե այ ռուսները հիմա կհասկանան, թե ինչ սխալ արեցին Ադրբեջանին աջակցելով, խելքի կգանք այդ չի պատրանքների հետևից ընկնել, վազել փուչքի հետևից եւ հետական անգամ ոտքը դնել ույն փոცხի վրա։ Քաղաքագետների դիտարկմամբ Ռուսաստանը եւ Հայաստանին եւ Ադրբեջանին աջակցելով բացառապես իր շահերն է հետապնդում։ Իսկ այս պահին անկախ նման ճիռների գոյությունից Ռուսաստանին ավելի ձեռնտու լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ եւ ոչ թե Հայաստանի, սա է ցավալի իրողություն։ Մենք պետք է ունենանք մեր սեփական արտաքին քաղաքականությունը։ Հայաստանը մեծ խնդիրներ ունի իր առջև, ռուսները թուրքերը իրենց խնդիրները կլուծեն։ Արցախի կորստից հետո Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունը Ադրբեջանի վրա եւ ռեգիոնալ առումով Ռուսաստանի ազդեցությունը նվազել է։ Ռուս-ուկրաինական պատերազմը ստիպում է Ռուսաստանին հարմարվել թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Ռուսաստանը հիմա չի ցանկանում որևէ առճակատում Թուրքիա-Ադրբեջանի հետ։ Իսկ նրանք իրենց կարող են պահել ավելի ագրեսիվ, հասկանալով, որ Ռուսաստանը լծակներ չունի իրենց վրա։ Ռուսաստանը կախված է Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Ռուսաստանի այսպիսի քաղաքականությունը ոչ միայն սիրաշահեց Ադրբեջանի եւ Թուրքիային, այլ հակառակը, նրանք ավելի լկտի ձևով են իրենց պահում ռեգիոնում։ Տեսնում եք, Ռուսաստանին չհաջողվեց իրենց սիրաշահել։ Նույն բանը լինելու է մեզ հետ։ Թուրքիան եւ Ադրբեջանը այսօր էլ ունեն արևմուտքի աջակցությունը։ Այդ երկու թուրքական պետությունները տարածաշրջանում տեսնում են Ռուսաստանի վատ իրավիճակը եւ փորձելու են ամեն ինչի ուժով հասնել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։